Հայաստանը և ողջ հայությունը շարունակում են մնալ խոր ցավի և անհանգստության մեջ։ 2 տարեկան հրաշամանուկ Տիգրանը դեռևս որոնվում է։ Ամեն անցնող րոպեն, ամեն վայրկյանը միայն խորացնում է հայ ազգի մեջ եղած ցավը։ Անցել է արդեն 9 օր, սակայն երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն դեռ չկա։ Ժամանակի ընթացքը և անհայտության մշուշը առավել են խորացնում կասկածները, որ տեղի ունեցածը պատահականություն չէր։ Շատերն այլևս չեն դիտարկում կատարվածը որպես պատահականություն, օրեցօր ավելի է ամրապնդվում այն վարկածը, որ սա կանխամտածված առևանգում է։ Սկզբում այս տեսակետը հնչում էր զգուշորեն, բայց հիմա արդեն այդ վարկածն ակտիվորեն քննարկվում է ինչպես հասարակական լայն շրջանակներում, այնպես էլ անմիջապես երեխայի ծնողների կողմից։ Ցավի ու հուսահատության ֆոնին նրանք շարունակում են պայքարել մինչև վերջ, հույսը չկորցնելով։ Բարեկամներ, ինչպես գիտեք, դեպքը տեղի էր ունեցել Կոտայքի մարզի Մարմարի գյուղում մայիսի 4-ին, երբ 2-ամյա այս հրաշամանուկ երեխան իր 4-ամյա քույրիկի հետ հարևանի տանից գնում էին իրենց տուն, բայց տուն հասավ միայն քույրիկը։ Երեխայի հայրը Նորայր Պետրոսյանը առանց հանգիստ, անքուն ու անդադար միացել է որոնելու իր փոքրիկին հենց առաջին իսկ վայրկյանից։ Լրագրողների վերջին հարցազրույցներից մեկում Նորայրն ասել էր, որ երեխան իրենցից երբեք միայնակ հեռու չէր գնում, առավել ևս գետի մոտ։ Հարկ է նաև հաշվի առնել, որ նման տարիքային երեխաները հիմնականում բնազդաբար ջրից վախենում են։ Բացի այդ, գետի ափ հասնելու համար 2 տարեկան երեխային անհրաժեշտ էր անցնել թերևս իր համար բարդ խոչընդոտներով լի տարածք, ինչը որոշ փորձագետների գնահատմամբ չափազանց դժվար է այդ տարիքային երեխաների համար։ Այն էլ 15-ից 20 րոպեի ընթացքում, այսքան ժամանակ է, որ երեխան կորել է ծնողների տեսադաշտից։ Հայրը Նորայր Պետրոսյանը այս ամենից հետո, այսքան փնտրտուքներից հետո, երբ երեխայից հետ անգամ չի հայտնաբերվել, որը շատ տարօրինակ է թվում, հակված է այն փաստին, որ երեխան առևանգվել է։ Սակայն նա լրագրողի հետ հարցազրույցում նշեց, որ որևէ մեկին նա անձամբ չի կասկածում։ Նա գաղափար անգամ չունի, թե ով կարող էր նման ստորություն անել։ Այստեղից կարելի է ենթադրել, որ եթե իսկապես առևանգում է եղել, ապա երեխան ընտրվել է պատահական սկզբունքով։ Նորայրը նաև նշեց, որ վերջին օրերին զանգեր էր ստանում անծանոթ համարներից, որտեղ լսվում էին երեխայի լացի ձայներ, ինչը հույս էր տվել բոլորին, որ երեխան ողջ է։ Սակայն շատ կարճ ժամանակում իրավապահները պարզեցին, զանգեր կատարվել են մի անձի կողմից, ով որևէ կապ չունի երեխայի անհետացման հետ։ Թե ինչու նա գնաց նման քայլի, դեռևս անհայտ է։ Վերջին օրերին, երբ որոնումները ընդլայնվեցին, այդ ժամանակ մի պահ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց մի կին, Ժուլիետը, նրանց հարևանուհին, ով երեխային վերջին տեսնողներից մեկն էր։ Նա ասաց, որ երեխան վերջում իրենց տանն է եղել, քույր և եղբայր խաղում էին։ Տիկինի խոսքով, երբ նա պառկեց հանգստանալու, երեխաները դուրս եկան, որ գնան տուն, բայց տուն հասնում է միայն 4 տարեկան քույրիկը, առանց Տիգրանի։ Իսկ մոտ 15-ից 20 րոպե անց երեխայի հայրը եկավ և հարցրեց Տիկինին, որտեղ է երեխան։ Տիկինն ասաց, որ դուրս եկան, որ գնան տուն։ Երբ լրագրողը հարցազրույց վերցրեց տիկին Ժուլիետից, նրա հուզառատ ելույթից հետո սոցիալական ցանցերում սկսեցին լայնորեն շրջանառվել տարատեսակ մեկնաբանություններ ու ենթադրություններ։ Շատերը սկսեցին կասկածի տակ դնել նրա խոսքերը, իսկ որոշ օգտատերեր նույնիսկ ենթադրեցին, թե գուցե տիկին Ժուլիետը ինչ-որ բան գիտի և ինչ-ինչ պատճառներով փորձում է դա թաքցնել։ Բայց հարկ է կրկին անգամ հստակ ընդգծել, որևէ մեկի պահվածքը, միմիկայով կամ հուզմունքով արտահայտված զգացմունքները կամ նույնիսկ սխալ հասկացված մի նախադասություն չեն կարող իրավական առումով դիտարկվել որպես կասկածի հստակ հիմք, առավել ևս մեղադրանքի առիթ։ Սոցիալապես զգայուն դեպքերում, հատկապես երբ խոսքը վերաբերվում է անհետացած երեխայի ճակատագրին, չափազանց կարևոր է պահպանել զգուշություն և իրավական չեզոքություն։ Անհրաժեշտ է խուսափել անհիմն մեղադրանքներից, որոնք կարող են ոչ միայն խաթարել քննության ընթացքը,
այլև խորապես ցավ պատճառել անմեղ մարդկանց, ովքեր հենց իրենք են նույնպես տառապում տեղի ունեցածից։ Իրականում, ինչպես հետո պարզ դարձավ, տիկին Ժուլետը ոչինչ էլ չգիտեր։ Առևանգման վարկածը գնալով ավելի ծանրակշիռ հիմքեր է ստանում, հաշվի առնելով մի շարք նշանակալի հանգամանքներ։ Արդեն 9 օր շարունակ իրականացվում են աննախադեպ ծավալող որոնողական աշխատանքներ։ Դրանցում ներգրավված են ոչ միայն բարձրաստիճան իրավապահներ, այլև փորձառու փրկարարներ, ջրասուզակներ, հատուկ վարժեցված որոնող շներ, օդային հսկողության միջոցներ, սակայն մինչ այս պահը որևէ հստակ հետք կամ նշանակալի ապացույց չի հայտնաբերվել։ Եթե ենթադրենք, որ տեղի ունեցածը պարզապես դժբախտ պատահար է կամ երեխան մոլորվել է, ապա նման երկարատև ու մանրակրկիտ որոնումներից հետո գոնե չնչին հետքեր պետք է հայտնաբերված լինեին, մանկական հագուստի կտոր, ոտնահետք կամ որևէ առարկա, բայց անգամ ամենախորը անտառապատ հատվածներում և գետի ամբողջ երկայնքով ոչ մի նշան չկա, ոչ մի վկայություն, որը կհուշեր երեխայի գտնվելու հնարավոր վայրը։ Այս ամենը ավելի է ամրապնդում այն կարծիքը, որ Տիգրանի անհետացումը դա եղել է կանխամտածված առևանգում։ Որոնողական գործողությունները այժմ ընդլայնվել են և ներառում են ավելի լայն աշխարհագրական տարածքներ, դուրս գալով Մարմարի գյուղի անմիջական սահմաններից։ Իրավապահ մարմինները և ներգրավված փորձագետները սկսել են մշակել վերլուծական մոդելներ, որոնք հիմնվում են հնարավոր առևանգման սցենարների վրա, վերլուծելով թե ժամանակային տվյալները, թե մերձակայքում եղած երթևեկությունը, թե վկայություններն ու տեսախցիկների հնարավոր արձանագրումները։ Քանի դեռ հստակ պատասխաններ չկան, չի կարելի բացառել որևէ վարկած։ Իսկ մինչ այդ ամբողջ երկիրը, ամբողջ հայ ազգը շունչները պահած հետևում է այս դեպքի զարգացումներին, հույսով ու աղոթքով, որ փոքրիկ Տիգրանը շուտով կգտնվի ողջ։ Տեղի որոշ բնակիչներ ասում էին, որ վերջին շրջանում Մարմարի գյուղում, որտեղ տեղի ունեցել փոքրիկի անհետացման դեպքը, նախկինում պարբերաբար երևացել են շրջիկ գնչուական խմբեր։ Տեղի բնակիչների վկայությամբ այդ մարդիկ հաճախ էին գալիս գյուղ, տարածքում հագուստ և այլ ապրանքներ վաճառելու։ Նման դեպքեր արձանագրվել են նաև անցած ամիսների ընթացքում։ Սակայն կարևոր է ընդգծել, որ այս պահին իրավապահ մարմինները չեն հաստատել որևէ կոնկրետ կապ նման խմբերի և Տիգրանի անհետացման դեպքի միջև։ Չկան նաև իրավաբանական հստակ ապացույցներ, որոնք թույլ կտան նման վարկածն ընդունել որպես պաշտոնական քննության ուղղություն։ Միևնույն ժամանակ իրավապահները աշխատելով ընդլայնված ռեժիմով չեն բացառել որևէ վարկած և ակտիվորեն ուսումնասիրում են նաև այս ուղղությամբ հնարավոր բոլոր տեղեկությունները։ Քննության շրջանակում հարցաքննվում են նաև տեղի բնակիչները, ովքեր գուցե նկատել են անծանոթ մարդկանց ներկայություն կամ արտասովոր որևէ վարքագիծ։ Երեխայի պապիկը, ինչպես և շատերը, կարծում են, որ եթե երեխան իսկապես առևանգվել է, ապա մի օր գուցե որևէ մեկը փորձի կապ հաստատել կամ իրենց հետ կամ իրավապահների հետ պահանջելով գումար կամ ներկայացնելով պայմաններ, մինչ այդ միակ բանը, որ մնում է, դա հույսն է։ Այդ հույսը, որով ապրում են ոչ միայն Տիգրանի ծնողները, այլև ամբողջ հայ ժողովուրդը։ Չնայած նրան, որ թվարկվածները առայժմ միայն վարկածներ են և ենթադրություններ, սակայն չի կարելի բացառել ոչինչ, քանզի դեռ բացահայտված չէ դեպքը։ Ոստիկանություն, հատուկ վարժեցած շներ, կամավորներ, հատուկ տեխնիկա, ջրասուզակներ, հետախույզներ, ամեն ինչ արվում է, որպեսզի գտնվի փոքրիկը։ Քանի դեռ չկա հակառակ ապացույցներ, հայ ազգը անհամբեր սպասում է Տիգրանի ողջ և առողջ վերադարձին։ Հարգելի բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, սպասենք լավ լուրի։